ինչ պիտի ասեմ, մի տարի անընդհատ խոսում եմ, էլի ինչ ասեմ։ Պատվարժան դատարան, այն, որ մենք ահաբեկիչ չենք, դա փաստ է, անքննարկելի, որ ուզեինք էլ չենք կարող լինել, բայց երբեմն էլ մտածում ես, որ միգուցե կարող է մենք ապրում ենք մի այնպիսի ժամանակահատվածներում, որ յուրաքանչյուր մարդ իր կենսագրությունն է ստեղծում։ Ես ինչ եմ ուզում ասել, ոչ թե մենք ենք ահաբեկիչ մի առիթով ասել եմ, այլ էս իշխանություններն են ահաբեկված։ Հակա ահաբեկչական գործողություններ են կատարել ապրել, որովհետև երկրի թիվ 1 ահաբեկիչը մինչև այսօր սպառնում է մարդկանց, բոլոր առումներով։ Ընդ որում երեք շահասերը սպառնալով նաև մեր ընտրական իրավունքին, ասելով, որ 500,000 հոգի կաշառքով գնացել ընտրել են սրան նրան։ Հիմա նա կարող է ասել, այդ ահաբեկչությունը անելով, ես համարում եմ դա ահաբեկչություն, մարդկանց վախեցնելու։ Հիմա կարող է ասել, այստեղ նստածներից որևէ մեկը ում է կաշառքով ընտրել, չի կարող։ Դրա համար պետք է իրան դատի տալ, դատի, ես ոչ մեկից, ոչ խնդրելիք ունեմ, ոչ պահանջելիք ունեմ, ոչ ոչինչ։ Նույնիսկ հիմա որոշում կայացնեք, հետ գնամածը, մի քիչ էլ ավելի տեղ, ուզում եք խոր վիրավորվու, խնդիր չկա, ինձ ոչ մի բան չի պատահել, հավատացեք չի պատահել։ Մեղադրողներն էլ ինչեր են խոսում, հանցագործություն, կրկնել, չկրկնել, իրենք էլ գիտեն, էլ եմ ասել։ Բոլորս էլ գիտենք ով ինչ դերակատարություն ունի, սցենարը պարզ է, մենք էլ տեսնում ենք, զգում ենք, ապրում ենք, ցավոք սրտի տեղի ունենում մեր երկրում, մեր կյանքում, մեր իրականությամբ։ Այսքանն է խնդիրը։ Ես ինչ եմ ուզում ասել, մենք այո, հակաահաբեկիչներ ենք, հակաահաբեկչական գործողություններ պատիժը ինչ հանգամանքներով դա կլինի, վստահաբար իրավական ճանապարհով, օրինական ճանապարհով։ Իսկ խոսքս ուզում եմ ավարտել ասելով. ազատություն Միքայել Սրբազանին, ազատություն բոլոր քաղաքացիներին, Դատարանը արձանագրում է, որ վերաքննիչ քրեական դատարանի 4 հունիս 2026 թվականի որոշմամբ մեղադրյալ Ագրատ Սրբազանի ազգային դաստիարանի նկատմամբ իրարած խափանմիջոց կալանքի մասով դատարանի որոշումով եկանվել եւ վերջինիս նկատմամբ որպես խափանմիջոց էր իրարվել տնային կալանքը եւ նշելով հասցեն, նաեւ նշելով հիմքերը, որոնք որ պահպանվել են, որը վերաբերել նաև դատարանի իր համաձայնությունն է հայտնում եւ գտնում է, որ խափանմիջոց կալանքի ժամկետը տնային կալանքի ժամկետը անհրաժեշտ է երկարաձգել ևս 3 ամիս ժամկետով։ Եթե չեն ենթարկում, դալիճից դուրս եք հրավիրում բոլորին։ Իրենց սոր եք ենթարկվելի, կետի կորեք հարել Սրբազան, տնային կալանքի սրմանվայր նշանակում է այն ինչ որ պաշտպանը նշեց, եթե ցանկանում եք դատարանը հրապարակի, կհրապարակեմ, եթե ոչ, բնականաբար գրավոր տեսքով նշված է ուղղակի մարզը, ասեն ամբողջական չեմ նշում, քանի որ գրավոր նշված է, շփումը նշեցի, որ այդ կրման վայրում 3 ամսվա ընթացքում դուք իրավունք չունեք շփել սույն վարույթով, այսինքն թիվ 28-87 վարույթով
0125 մեղադրյալների հետ։ Նաև գուցե մի քիչ համբերությամբ զիգնեք, ձեզ նաև կուլատրվի երամսյա տնային կալակի դրման ընթացքում, ողջ ընթացքում յուրաքանչյուր կիրակի օրը Յալասու մարմնի աշխատակցի βοηθությամբ այցելել Էջմիածին պատարագի։